ասեք, ձեզ հետաքրքրում չեմ։ Բոլորին ինձ հետաքրքրում, հա։ Խնդրեմ նախ ցածր խոսեք, ես ձեր հետ ցածր։ Եղա ասում։ Արգանդո, եթե բանուն եք Լավ, ավելացնելու կոնկրետ հարց եմ տալիս։ Այն կնոջը, այն տարիքով կնոջը, որ եկավ այստեղ կանգնեց ուզեց համ մտնի եկեղեցի, ինչու չթողեցիք։ Օրենքն եք ասեմ ձեզ, հաստատ իրավական հիմքը ասեմ, նախ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի առաջի հոդվածի համաձայն տարածքը համարվում է այնտեղ որտեղ որ գտնվում են հատուկ պահպանության ենթակա անձինք համարվում է պահպանվող տարածք, դա առաջի հոդվածով, հաջորդը ասեմ ձեզ, ոստիկանության գվարդիայի մասին օրենքի 8-րդ հոդվածով, 15-րդ հոդվածի երկրորդ մասով մենք իրավունք ունենք նաև ժամանակավորապես սահմանափակել շարժը այդ իրավիճակում, եթե հանրային միջոցառում անցկացում։ Ընդ որում քաղաքացիներին պարզաբանում է, որ սահմանափակումը ժամանակավորապես է, այսինքն բացարձակ սահմանափակում չկա։ Եվ եղել է քաղաքացիների թողեցիք։ Այո, հենց դա էլ հաստատում է, որ սահմանափակումները ժամանակավոր են լինում։ Այսինքն 5 րոպե կարելի է 5 րոպե չի կարելի։ Տարբերակված մոտեցումը, այսինքն կարելի է բացել, փակել, հա, մուտքը բացել, փակել, բացել, փակել։ Ժամանակ անհրաժեշտությունից ելնելով ծառայողական, դա արդեն որոշում ենք մենք, ես ավելի մանրամասն չեմ կարող բացաբանել, չեմ իրավունք էլ չունեմ։ Բայց այո, դուք էլ տեսաք, որ սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում, ես էլ իրավական հիմքերը ներկայացրեցի։ Շնորհակալություն, դա էր ձեր հարցի պատասխանը։ Այս եկեղեցի պատմության մեջ այսպեսի բան չի տեսել, էլի ուղղակի կգնաք եւ չգիտեմ, դուք ձեր մեջ մի հատ կմտածեք էլի հիմա ինչ եք անում։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ, ես ծառայության հետ կապված հարցը տվեցիք, եթե անձնական բնույթի հարցերը արդեն դուք ուրիշ ոլորտի մասին եք խոսում։ Խնդրեմ հետո, կուզեք առանձին կզրուցենք։ Բայց այս պահին իրավական հիմքը որպես ծառայող ես ձեզ ներկայացրեցի։ Այսինքն հասկանալ վարչապետի